Ավտոսպորտում ձեզ ինչն է գրավում։ Օֆրոդը։ Փաստորեն գուշակեցի։ Դե ուրեմն հարմար տեղավորվեք, որովհետև ձեզ մտովի տեղափոխելու ենք մայրաքաղաքի Վարդաշեն թաղամաս։ Վերջին ժամանակներս հաճախ ենք լինում այստեղ եւ արդեն մի քանի հաղորդում նվիրել էինք այնտեղ անցկացվող մրցարշավերին։ Իսկ Վարդաշենում այսօր անցկացվում է մրցարշավ ջիփերների կողմից շատ սիրված դիսցիպլինից՝ ջիփ թրիալ։ Շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին։ Գլխավոր հովանավոր ավտոսան ընկերություն, Բարդալ ավտոյուղերով եւ KYB մեղմիչներով։ Պաշտոնական գործընկեր նոր տուն խանութների ցանց։ Հաղորդմանն աջակցում են Արզնի կաթ ընկերությունը, Yeshua Armenia, Jetman Electronics-ը իր տեխնիկական վերազինման միջոցներով, GH Stone ընկերությունը իր դեկորատիվ քարերի տեսականիով, ինչպես նաև D-Energy Group-ը էլեկտրական սնուցման սարքավորումներով։ Առանձնահատուկ շնորհակալություն Multi-Group կոնցեռնի, իդեմ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Ավտոդրայվ հաղորդմանը և Drive Media պրոդյուսերական ընկերությանը աջակցելու համար։ Հետևենք, թե ինչպես գազ 66-ը կռիվ է տալիս ցեխերի դեմ։ Մրցուղին այնպես է կազմված, որ երկու դարպասները գտնվում են դեմ դիմաց թմբերի վրա։ Նման պայմաններում թափավազք հավաքել գրեթե անհնար է։ Իսկ վարընթացը բոլորովին այլ պատմություն է։ Կարենի գարաժ օֆրոդ թյունինգային արեստանոցի հիմնադիր Կարեն Պասպանդյանը և Ավտոդրայվ հաղորդաշարի պրոդյուսեր Մխիթար Հովակիմյանը արդեն քանի անգամ կազմակերպում են հանդիպում ջիփերների միջև։ Բազմաթիվ փորձեր ԱՅՈ-ի կողմից։ Ցեխը չի թողնում թափավազք հավաքել, այն չափազանց սահուն է։
Հերթական անհաջողությունը, թմբի լանջը բարձրանալը Grand Cherokee-ի համար դառնում է անհնարին։ Իսկ ցեխափոսից ամենագնացը հանելու գործում իր ներդրումն ունի Նիվան։ Grand Cherokee-ի թափավազքը չի օգնում անձնակազմին հաղթահարել թումբը։ Պաստորեն լավ չեր ակի։ Հաջորդը մրցասպարեզում տեսնում ենք մեկ այլ այգով։ Ու կարծես նրա համար լուրջ խոչընդոտներ չկան։ Իսկ այժմ դարպասաձողին է մոտենում հերթապահ Նիվան։ Շահբեր։ Հոպ։ Մի բառա։ Կարելի էր ենթադրել, որ անձնակազմը խնդիր չի ունենա բարձունքը հաղթահարելու համար, բայց... Ի վերջո, Նիվան թմբի գագաթին հայտնվելու փոխարեն հայտնվում է կողաշրջված վիճակում։ Բարեբախտաբար անձնակազմի անդամներին ոչինչ չի պատահել։ Պետք է ընկերների օգնությամբ դարձի բերել ամենագնացը։
Նորկել է դոն նվեր անում։ Հայլիա Շուշայան։ Հայլի Շուշեն ես եմ առնում։ Հետևի կռիլոնը ոնց որ։ Էդի դզով ճոխ կա սարքի։ Հերոներ ռապտորով ճումա, всё։ Դրեք բզիկների ջուրնելա բրծը ես կրեմ էդի։ Շարու փորձակից օգուտով ես դուրս գալի։ B դասի համար մրցուղին փոխվում է, ավելանում են որոշ արգելքներ։ Ինչ եք կարծում, Grand Cherokee ուժերը կներեն բարձրանալ թմբի գագաթը։ Մրցահարթակի վրա Արիուսն է։ Նրա անցումը տպավորում է։ Արիուսին օգնության է հասնում գազ 66-ը։ Տեսնենք ինչպիսի մրցելույթ կունենա Mitsubishi Pajero-ն։ Ցեխափոսը բավական լուրջ խոչընդոտ է։ Այն անցնելու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Wrangler-ի համար ջանքերը արդյունք են տալիս, եւ թումբը հաղթահարված է։
Ցեխափոսի դարպասը չափազանց բարդ է հաղթահարելը, բայց ՈՒԱԶ-ը կարողանում է հաղթահարել այն։ Վրանգլերի հանգիստ անշտապ ընթացքը բարձր արդյունքներ է խոստանում, իսկ ղեկին Արսեն Պետրոսյանն է։ Հերթական վրանգլերն է մեկնարկում, այս մեկը ղեկավարում է Արմեն Ղազարյանը։ Ավտոդրայվին աջակցելու համար շնորհակալություն հայտնենք գործընկերներին, գլխավոր հովանավոր Ավտոսան ընկերություն, Բարդալ ավտոյուղերով և KYB մեղմիչներով։ Պաշտոնական գործընկերը նոր տուն խանութների ցանց։ Մեր աջակիցներն են Քեշուա Armenia, Arznikat ընկերություն, GH Stone ընկերություն, Jetman Electronics, The Energy Group։ Առանձնահատուկ տեղում Multi Group կոնցերն է, իդեմ կոնցերնի նախագահ Գագիկ Ծառուկյանի։ Շնորհակալություն ավտոդրայվին և Drive Media-ին աջակցելու համար։ Ժամանակն է ամփոփել արդյունքները։ Երրորդ տեղ Արսեն Պետրոսյան, Ադասի երրորդ տեղ Կարթուր, երկրորդ հորիզոնական Ադաս Անդո և առաջի տեղ Սամվել, Բեդասի երկրորդ տեղ Սամոր, առաջի տեղը զբաղեցրել է Արմեն Ղազարյան և Գրիգոր։ Ավտոսանի կողմից շարժիչի յուղ և Jetman խանութի կողմից 20% ձեղչի կար։ Կալություն Մխիթարին, որ սենց լուսաբանեց ես ամեն ինչը, այսօր սենց իմ որ ոչ մի բան չէինք պլանավորել, բայց լավ մրցում ստացվեց։ Ապրեք բոլորը։ Ժորժ ջան, շնորհակալություն բոլորին, որ եկաք սենց ուրախ օր ունեցանք։ Այսօր առաջին անգամ Jetman Electronics-ը կանգնեց ավտոդրայվ հաղորդման կողքին ու իր դերը ունեցավ մրցանակաբաշխության տեսանկյունից, տրամադրեցինք առաջին և երկրորդ և երրորդ հորիզոնականների համար մրցանակաբաշխության սերտիֆիկատներ, դիպլոմներ։ Ուրախ եմ համագործակցության համար ավտոդրայվ ընկերության ղեկավարությանը։ Մխիթար ջան, ճիշտը խոսանք, եկա այս միջոցառման չի պատրաստում քշեի, բայց մենք Սպարտակից ծանոթացանք, տենց ուզում ենք ավտոն փորձարկեցինք և տենց ստացվեց էլի, որտես և տենց երրորդ տեղ գրավեցինք, շատ լավ է կազմակերպված, մալացի։ Զու ձանգերով բան մեր ծանոթությունով, տենց իմացանք, որ սենց միջոցառում ալնելու, ասենք խի չէ, որ շատ լավ կլինի, որ գոնե շաբաթը մի անգամ սենց հավաքվենք, շատ լավ կլինի։ Մենք բնականաբար չենք կարող մասնակից չլինել այս միջոցառմանը ու սա եղել է ոչ թե լուրջ ինչ-որ մրցում, լուրջ մրցարշավ, սա եղել է սիրողական, ընկերական մրցարշավ, որը որ շատ լավ անցավ։ Ապրենք կազմակերպիչները, իմացել ենք Մխիթարի և Պասպանյան Կարենի միջոցով, մեր ընկերների միջոցով բնականաբար ու ելի եմ ասում չենք կարող մասնակից չլինել այս օրվանը։ Շնորհակալ ենք բոլորից։ Դե ինչ, այսօր էլ այսքանը։ Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին։ Կհանդիպենք։